Պապ թագավորը կարողացավ հաշտեցնել Արշակունյացի և հուսավոր Չականտո մերի միջև գոյություն ունեցող խոր հակասությունները։ Նրա հրավերով Նեսեցը վերադարձավ արքունիք և կրկին ներգրավեց պետական կյանքում, սակայն պապի գլխավոր խնդիրը ռազմական ուժի վերականգնումն է։ Նրա գահակալության սկզբում հայոց զորքի թիվը կազմում էր ընդամենը մոտ 10-11,000, ինչը բավարար չէր Սասանյան Պարսկաստանի հսկայական ռազմական ուժին դիմագրավելու համար։ Այդ պատճառով Վաղես կայսրը մեծ հայք ուղարկեց հռոմեական կայազոր, որը ժամանակավորապես ապահովում էր երկրի պաշտպանությունը։ Պապը սակայն երբեք չհաշտվեց օտար ռազմական ներկայության հետ։ Նա ձգտում էր վարել լիովին անկախ արտաքին և ներքին քաղաքականություն։ Շապուհ II փորձեց դիվանագիտական ճանապարհով պապին ներքաշել պարսկական ազդեցության դաշտ, սակայն հայոց արքան մերժեց այդ առաջարկը, գիտակցելով, որ նման դաշինքը հակասում է մեծ հայքի շահերին։ Ավելին, պապի հրամանով մահապատժի ենթարկվեցին երկու հայ դավաճաններ, որոնք պարսկական զորքերին առաջնորդել էին դեպի Հայք։ Շուտով բախումը դարձավ անխուսափելի։ Պարսկական ներխուժման լուրն իմանալով, Վաղես կայսրը մեծ հայք ուղարկեց Տրայանոս կոմսին։ Դճրական ճակատամարտը տեղի ունեցավ Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին, Արացանի գետահովտում։ Պարսիկներին օժանդակում էին աղվաններն ու լեզգիները, Ուրնայրի և Շերգիրի գլխավորությամբ, ինչպես նաև Մերուժան Արծրունին, որը հավակնում էր հայոց գահին։ Ճակատամարտի ընթացքում Սպանդարատ Քամսարականի գլխավորած զորաթևը հուժկ ու գրոհով ջախջախեց հակառակորդի կենտրոնը։ Սմբատ Բագրատունին հետապնդեց փախուստի դիմաց Մերուժան Արծրունուն, բռնեց նրան Քոքովիդ գավառում և մահապատժի ենթարկեց, շիկացրած երկաթը թագի նման դնելով նրա գլխին, որպես դավաճանության խորհրդանշական պատիժ։ Պարսկական բանակը խուճապահար փախուստի դիմեց, իսկ հայոց զորքերը հակառակորդին հետապնդեցին մինչև Ատրպատականի սահմանները։ Ձիրավի դաշտում տարած հաղթանակից հետո Շապուհ II ստիպված եղավ հաշտության պայմանագիր կնքել Վաղես կայսեր հետ ճանաչել մեծ հայքի անկախություն ու Պապ թագավորի օրինական գահակալությունը։